Հարթ իրոչը եղբայրներ քույրեր, ուզում եմ կարդալ Հովանու ավետարան 16-րդ գլխի 29 խոսքից։ Եվ աշակերտները նրան ասեցին. ահա հիմա հայտնի ես խոսում եւ ոչ մի առակ չես ասում։ Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես, եւ պետք չէ, որ մեկը հարցնե քեզ. սրանով հավատում ենք, թե դու Աստվածանից դուրս եկար։ Հիսուսը պատասխանեց նրանց. Հիմա հավատում եք, ահա ժամանակը գա եւ հիմա եկած է, որ ամեն մեկը կցրվեք իր տեղը եւ ինձ մենակ կթողեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետեւ Հայրը ինձ հետ է։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ուրեմն Տեր Հիսուսը ինչ էր սովորացնում իր աշակերտներին եւ նաեւ մեզ, որպեսզի մենք իրանում կենանք, իրա մեջ կենանք, միմիայն իրա մեջ մնալով մենք կարող ենք լինել խաղաղության մեջ եւ հաղթահարել հանդիպած բոլոր դժվարությունները եւ նեղությունները։ Այստեղ աշակերտներն ասում են, որ մենք հավատում ենք, որ դու Աստվածանից եկար։ Մենք հավատում ենք։ Գիտեք, հավատալ հավատքի մեջ մարդը պետք է աճի, մարդը պետք է հաստատվի, պետք է ճանաչի Աստծուն։ Հակառակ դեպքում հավատքը երբ է երևում։ Երբ որ ամեն բան լավ է, հրաշալի է, մարդը գոհանում է Աստծուց, չէ՞, փառավորում է Աստծուն, որտեղ ամեն բան լավ է։ Բայց երբ որ գալիս է դժվարությունն ու նեղությունը, փորձությունը, մարդը կարողանում է ամեն բանի համար, ամեն ժամանակ գոհանալ Աստվածանից։ Եվ ասեմ, որ հոգևոր կյանքում հավատացյալին պատահում են շատ նեղություններ։ Երբ որ Պողոս առաքյալին քարկոծում են եւ քաղաքից գցում են դուրս, մտածում են, որ արդեն մեռել է, չէ, բայց մի կար ժամանակ հետո վերակենում, կարծես արթնանում է, իր հանդերձները թափա տալիս եւ մտնում է քաղաք եւ Բարնաբասի հետ գնում են Անտիոք, Իկոնիոն եւ այնտեղ գրված է, որ աշակերտների սրտերը հաստատում են, որ հաստատվեն հավատքի մեջ եւ իմանան, որ շատ նեղություններով է պետք մտնել երկնքի թագավորություն, այսինքն այս ճանապարհի մեջ, այս հոգևոր կյանքի ճանապարհի մեջ մարդուն հանդիպում են շատ նեղություններ, բայց մարդը սրանց ինչպես կարող է հաղթել միմիայն Հիսուսի մեջ լինելով, Հիսուս Քրիստոսի որպես ժայռ նրա վրա հաստատված լինելով։ Դրա համար Տեր Հիսուսը երկու տուն շինողի առակն է պատմում իր աշակերտներին, գրված է Մատթեոս ավետարան 7-րդ գլխի 24-ից 27-րդ խոսքերում, արդ ամենը, որ հիմա այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնե մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևներն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեցավ, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Եվ ամեն ով, որ հիմա այս խոսքերը լսում է եւ նրանց չէ կատարում, նա կնմանի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեցավ, եւ նրա կործանումը մեծ էր։ Ուրեմն Տեր Հիսուսը առակով բերում է, որպեսզի ավելի հասկանալի լինի, երբ որ մարդը լսում է Աստծո խոսքը, այդ օրվանից ինքը սկսում է, կարելի ասել, տուն է շինում, իր հոգևոր տունն է շինում։ Բայց ինչպես է շինվում այդ տունը։ Այդ տունը շինվում է ժայռի վրա, այդ տունը շինվում է հավատքով Տեր Հիսուսի մեջ, Տեր Հիսուսին ճանաչելով, թե ընդամենը իմիջայլոց հավատքի կյանքին մարդը գալիս գնում է, երբ որ ասում է իմաստուն եւ անխելք։ Իմաստունը նա է, որի փափագը Տերն է, ինքը Տիրոջն է փնտրում, չէ՞, ասում Աստված երկնքից մտիկ է անում մարդկանց որդիներին եւ տեսնե արդյոք կա մեկ իմաստուն, որ Տիրոջը փնտրի, Տիրոջը խնդրի։ Այո, իմաստունները իրանք ունեն, այսինքն նրանք որ փափագում են Տիրոջը եւ ամեն ժամանակ ունեն Տիրոջ կարիքը եւ իրանց աչքերը Տիրոջ վրա են։
Եվ իրանց տունը շինվում է ժայռի վրա։ Ու ասում է, երբ որ այդ քամիները, անձրևները, փոթորիկները, սա հանդիպող դժվարություններն ու նեղություններն են, որ գալիս են հավատացյալի կյանքում, բայց ինքը անշարժ է։ Ինքը ունի այդ խաղաղությունը իր սրտի մեջ։ Բայց անմիտը, անխելքը, իր ուշք ու միտքը, ճիշտ է, ինքը հնարավոր է գա պաշտամունքների, մասնակցի, բայց իր ուշք ու միտքը լինի այս երկրի վրայինները, երկրավորը, մարմնավորը եւ ինքը արմատ չգցի Աստծո խոսքի մեջ, Աստծո խոսքը իր ներսում չթափանցի եւ գործ չանի իր կյանքի մեջ, իր ուշք ու միտքը Պողոս առաքյալը Փիլիպեցիս 3-րդ գլխում ասում է, որոնց համար շատ անգամ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներն են, որոնք միայն երկրավոր բաներն են մտածում, խոստովանում են, թե Աստծուն գիտեն, խոստովանում են եւ ասում են, որ մենք հավատում ենք Աստծուն, բայց իրանց մտածմունքը երկրավորն է եւ իրանց տունը, հավատքի տունը կառուցվում է ոչ թե վեմի վրա, ոչ թե ժայռի վրա, այլ ավազի վրա։ Եվ հանդիպակաց փորձություններն ու նեղությունները իր այդ տունը լրիվ կործանում է եւ կործանում է ավելի գեշ է լինում։ Ինչպես կառուցել վեմի վրա, սա Հիսուս Քրիստոս անձի հայտնությամբ է լինում, երբ որ մարդը ճանաչում է Աստծուն։ Տեր Հիսուսը ասում է, որ Հովհաննես 15:4 խոսքում Կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից կարող չէ պտուղ բերել, այնպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Գիտեք, ինչպես որ ճյուղը ինքն իրանից կարող չէ, այսինքն ճյուղը ինքն իրանից կարող չէ ոչինչ անել, ու երբ որ մարդը Աստծուն ճանաչելու մեջ աճում է, նաև զուգահեռ ճանաչում է ինքն իրան, ու երբ որ Աստծուն ինչքան մոտենում է, Տեր Հիսուսին ինչքան մոտենում, ինչքան ճանաչում է, այնքան ճանաչում է իր անկարողությունը, իր ոչնչությունը եւ հասնում է մի կետի, որ ինքը հասկանում է, որ ինքը իրանից, ինչպես որ ճյուղը ինքն իրանից, հավատացյալն էլ հասկանում է, որ ինքն իրանից կարող չէ ինչ-որ հոգևոր բան անելու եւ դադարում է, ինչքան հավատքի մեջ աճում է Հիսուս Քրիստոսին հավատալու մեջ աճում է, այնքան դադարում է իրան հավատալուց, այն հավատքից, որը որ ժառանգել է Ադամից, դադարում է իրանից, ու երբ որ մարդը դադարում է, տեսնում է իր միակ հույսը արդեն Տերն է լինում, ու երբ որ իր միակ հույսը Տերն է լինում, իրան ինչ է մնում, իրան մնում է, որպեսզի ինքը հանձնվի Տիրոջը, ինքը արդեն գիտակցում է, ինքը արդեն տեսնում է, որ ինքն իրանից անկարող է ինչ-որ բան անելու, ինքը ոչնչություն է, ինքը անկարող է, ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, ինքը իրանից դադարում է, իր հասկացողությունից դադարում է եւ ամբողջ սրտով Տիրոջն է ապավինում, կացեք ինձանում, այս բաները խոսեցի, որպեսզի ինձանում խաղաղություն ունենաք, Տիրոջ մեջ մնալով ունենալ խաղաղությունը, չէ, 4:4-ում էլ Փիլիպեցիս ասում է, արդ ուրախ եղեք Տիրոջ տերումը, դարձյալ ասում եմ ուրախ եղեք, այո, հավատացյալը պետք է ուրախ լինի, չէ, բայց ինչպես, երբ որ Տիրոջ մեջ է, ինքը ունի այդ ուրախություն, ինքը ունի այդ խաղաղություն, ինքը ունի սերը, մնալ Տիրոջ մեջ սա է, ճանաչել Տիրոջը, եւ աշակերտները ասում են, որ մենք հավատում ենք քեզ, չէ, Տեր Հիսուսն ասում է, որ պետք է այդ հավատքի մեջ դուք աճեք, ճանաչողության մեջ աճեք, որովհետեւ ասում է ժամանակ կգա եւ հիմա է, որ հենց որ այն փորձությունն, թեթև նեղությունը որ գա, դուք ամենքդ ինձ թողելու եք եւ փախնեք։ Պետրոսն ինչ ասեց։ Ասեց Տեր քավիցի բոլորը թողեն, ես քեզ հետ մինչև բանտը կգամ։ Սիրում էր Տիրոջը, աշակերտները սիրում էին Տիրոջը, բայց չկար այդ ճանաչողությունը, չկար այդ հավատքը կատարյալ Տիրոջ վրա։ Իրանք գիտեին, իրանք հավատում էին, բայց աճած չէին։ Ու հիմա Տեր Հիսուսը սա է ուզում, որպեսզի մենք
ճանաչենք նրա սերը եւ նրա սիրո մեջ, նրա սիրո ճանաչողության մեջ աճենք ու հաստատ լինենք ասելու գիտեմ ում եմ հավատացել։ Եվ սա այն մարդն է, ում փափագը Տերն է։ Մենք տեսնում ենք, որ աշակերտները իրանք աճեցին։ Կար մի անձնավորություն, Եղիսեի աշակերտը Գեզին։ Եղիսեն ինքը մեծ մարգարե էր Իսրայելի մեջ եւ ուներ աշակերտ Գեզի եւ Գեզին միշտ Եղիսեի հետ էր։ Տեսնում էր այդ ամեն հրաշքները, կարծես պետքա ինչպես որ Եղիսեի փափագն էր Տերը, կարծես իր փափագն էլ պետքա լիներ Տերը։ Բայց մենք տեսնում ենք երկու մարդ էին, Եղիսեն ու Գեզին, Եղիսեի տունը շինվում էր ժայռի վրա, իր կյանք ուրախությունը Տերն էր։ Բայց իր ծառայի Գեզի ուրախությունը եւ փափագը ոչ թե Տերն էր, այլ երկրավորն ու մարմնավորը իր սրտի մեջ ուրիշ բաներ կար ու ինքը չաճեց Տիրոջ մեջ, Տիրոջը ճանաչելու մեջ չաճեց եւ եկավ վախճանը, որ Նեյմանի բորոտությունը հանգչեց իր վրա։ Բայց երբ որ Պետրոսին առաքյալներին քահանայապետերն ասում են, որ այդ անունով այլևս չխոսեք այդ դժվարության, այդ փորձության ժամանակ, իրան գիտեին ում առաջ են կանգնած։ Ատյանի առջև կանգնած էին, Ատյանը նա էր, ովքեր որ խաչեցին Տեր Հիսուսին, իրանց Տիրոջը խաչեցին ու կասկած չկար, որ իրանց էլ կսպանեին։ Իրանց ասում են, որ Տեր Հիսուսի անունով, այդ անունով ընդհանրապես էլ չխոսեք։ Պետրոսն ասում է, որ այն որ տեսանք եւ լսեցինք, մենք չենք կարող չխոսել, համարձակ, դուք դատեցեք, ինչպես է ձեզ երևում, ձեզ հաճելի լինել, թե Աստծուն հաճելի լինել, ինչպիսի համարձակություն, որովհետև աճել էին եւ հավատքի մեջ էին, Տիրոջ մեջ էին։ Գիտեք, համարձակությունը Տիրոջ մեջ մնալու մեջ է։ Տիրոջ խոսքի եւ Տիրոջ խոսքը կացեք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում։ Շատ օրինակներ կան, երբ որ շատ սուրբեր կանգնել են այդ դժվարության առջև, իրանք ունեցել են այդ համարձակությունը, որովհետեւ Տիրոջ մեջ են եղել։ Ու Տեր Հիսուսն ասում է, չէ, քաջացեք, որովհետեւ ես հաղթել եմ աշխարհին։ Այս հաղթությունը նաեւ վերաբերվում է բոլոր Աստծո զավակներին, ովքեր որ Տիրոջ մեջ են, իրանք այդ նույն քաջն են։ Եղբայրները Դանիել, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով երբ որ կանգնեցին, որ կամ թագավորական սեղանից պետք է օգտվեին, այսինքն աշխարհի առաջարկած սեղանից, դևերի սեղանից, նրանք ունեին այդ համարձակությունը, որտեղ Աստծո խոսքը իրանց մեջ էր, իրանց տունը ժայռի վրա էր հաստատված ու իրանք ասեցին, որ մենք ընդեղ ենք ուտենք։ Իրանք հրաժարվեցին այդ կերակուրներից։ Իրանց համար հավասար էր, միևնույնն էր, կսպանվեին, իրանք գերի են, իրանց խոսքը գերու խոսքը ով էր լսում, բայց իրանք ունեին այդ համարձակությունը, որովհետև Տիրոջ մեջ էին, Աստծո խոսքը իրանց մեջ էր։ Ու շատ փորձություններ, մենք քո կանգնեցած արձանին, ով թագավոր քեզ հայտնի լինին, ով Նաբուգոդոնոսը, որ քո կանգնեցած արձանին մենք երկրպագություն չենք անելու, որովհետև ժայռի վրա էին հաստատված։ Եվ այսօր ժամանակն է, որպեսզի մենք էլ օրեցօր հաստատվենք ժայռի վրա, վեմի վրա, Քրիստոսի մեջ մնալու։ Ես հաղթել եմ աշխարհին։ Այո, Տեր Հիսուսը մարմնի մեջ ինքը հաղթեց սատանայի առաջարկած կյանքը մերժելով այդ ամեն գայթակղությունները անապատի մեջ այդ փորձության ժամանակ։ Ու երբ որ մարդը Քրիստոսի մեջ է, այդ մեղքը, այդ գայթակղությունները, չգիտեմ, տարբեր տեսակի այդ ցանկությունները, մարդը հեշտությամբ կարողանում է հաղթահարել ու մերժել այդ ամենը, որովհետև գիտի ում է հավատացել։ Եվ վերջում ես ուզում եմ հիշացնել Հռոմայեցիս 8-րդ գլխի մեջ գրված համարները 35 խոսքից, Հռոմայեցիս 8-րդ գլուխ 35 խոսքից Պողոս առաքյալն ասում է, ես գիտեմ ում եմ հավատացել
ու ճանաչում եմ ես Քրիստոսին, ճանաչում եմ ես Աստծո սերը եւ այդ սիրուց ոչ մի բան ինձ չի կարող զատել։ Ու ինչ է ասում, ով կբաժանե մեզ Քրիստոսի սերիցը, տառապանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերկություն, թե վտանգ։ Այսինքն աշխարհի տակին ինչքան խնդրեմ ու դժվարություն էլ ասում է կանգնի իմ առաջին, ասում է ինչը կբաժանի ինձ Քրիստոսի սերից, ոչ մի բան։ Ասափը եղբայրը հիշացրեց, ասեց, երբ թեկուզ իմ սիրտս ու մարմինս էլ մաշվեն, Աստված հավիտյան իմ սրտի ուժն ու իմ բաժինն է, իրանից բաժանում չկա։ Ու շարունակության մեջ գրված է, ինչպես գրված է, թե քեզ համար մերձնվում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարի պես համարվեցանք, բայց այս ամեն բաներում են առավել եւս հաղթում ենք նրա միջոցովը, այս բաներում հաղթում ենք ու միջոցով, նրա միջոցով եւ բոլոր փառքերը նրանն է, որ մեզ սիրեց, որովհետեւ բայց այս ամեն բաներում են առավել եւս հաղթում ենք նրա միջոցովը, որ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար տվեց, փառք նրան, նա մեզ սիրել է, այս սիրո հայտնությունն է, որ մենք ընծայվում ենք նրան ամբողջովին, հանձնվում ենք նրան եւ մնում ենք նրա մեջ, ոչ թե մնում ենք մեր հասկացողության մեջ, մեր գաղափարների մեջ, այն Ադամից ժառանգած հավատքի մեջ, որ մենք մեզանից ինչ-որ բան կարող ենք, ոչ, մենք դրանից դադարած, մենք մնում ենք նրա մեջ եւ մեր կախվածությունը ամեն ժամանակ նրանից է լինում եւ մենք օրեցօր ճանաչում ենք նրա անունը եւ ինչը մեզ կբաժաներ նրա սիրուցը, ոչ մի դժվարություն, ոչ մի նեղություն, ոչ մահը, ոչ կյանքը, ոչ մի բան եւ շարունակության մեջ, որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ եւ ոչ բարձրություն, ոչ խորություն եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Ամեն։ Աղոթենք։